Կախարդական թասը, հնդկական հեքիաթների մոտիվներով։ Չաղկալն ու առյուծը։ Անտառում ապրում էր ահեղ աժդահա մի առյուծ։ Ամեն առավոտ դուրս գալով որջից նա իր սարսափելի մռնչյունով դղրդացնում էր ջունգլին, և այդ պահին բոլոր գազանները սարսափահար դեսուդեն էին վազվզում։ Բայց առյուծից թաքնվելն այնքան էլ հեշտ չէր։ Ամեն անգամ նա վրա էր պրծնում մի կենդանու, քարշ տալիս իր որջը և հաշիվ տեսնում նրա հետ։ Անցնում էին օրերը, և առյուծը դառնում էր ավելի չար ու անկշտում։ Առաջ նա որս էր ելնում միայն առավոտյան, իսկ հիմա թե առավոտյան, թե կեսօրին, թե երեկոյան։ Մի անգամ դուրս գալով քարայրից, սովորականի պես առյուծը ցնցեց իր ահագին բաշը և մռնչաց։ Բայց այ քեզ զարմանք, ոչ մի փախչող գազան չերևաց։ Մռնչաց առյուծն ավելի ուժեղ, բայց նորից ոչ ոքի չտեսավ։ Նա գլխի ընկավ, որ ջունգլիներում էլ ոչ մի կենդանի չի մնացել, բոլորն էլ իրենից վախճան են գտել իր որջում։ Եվ իսկապես, անծայր ջունգլիներում մնացել էին միայն առյուծը և փոքրիկ չաղկալը։ Չաղկալը այնքան հեռու էր ապրում առյուծի որջից, որ երբեք նրա աչքով չէր ընկել։ Երկար ժամանակ սոված առյուծը թափառում էր, մինչև որ մի անգամ փոքրիկ չաղկալին գտավ իր բնի մոտ։ Տեսնելով չաղկալին, նա մռնչաց. «Ողորմելի արարած, քանի օր է ես շրջում եմ սոված, իսկ դու պառկել ես այստեղ, ասես թե ոչինչ էլ չի պատահել, ինչպե՞ս ես հանդգնել ու չես ասել, թե կեր ինձ»։ «Լսեք ինձ, տերիմ», ասաց փոքրիկ չաղկալը ձեռքերը կրծքին ծալելով։ «Ես վաղուց փափագում էի, որ դուք ինձ ուտեք, բայց ամեն անգամ, երբ գալիս էի դեպի ձեր որջը, մի առյուծ փակում էր իմ ճամփան և հրամայում հեռանալ»։ «Սուտ ես խոսում, չնչին արարած», գոռաց առյուծը։ «Ես այստեղ թագավոր եմ և ոչ մի առյուծ չի համարձակվի ոտք դնել իմ սահմանը»։ «Ով գթասիրտ տեր», հառաչեց չաղկալը, «միթե ես կարող եմ խաբել իմ տիրոջը։ Այս ջունգլիներում մի ուրիշ առյուծ էլ է ապրում, և նա այնքան մեծ է ձեզնից, որքան դուք եք մեծ ինձնից։ Իսկ եթե լսեիք նրա ձայնը, երբ նա մռնչում է, ծառերը գետին են փռվում, ինչպես խոտերը մանգաղից, և ամպերն օրերով անձրև են թափում։ Այդ առյուծն ինձ ասել է, որ դուք ավելի շատ եք վախենում նրանից, քան դաշտի մուկը ուրուրից»։ Լսելով այդ խոսքերը, առյուծը այնպես կատաղի մռնչաց, որ արձագանքը հասավ մինչև Հիմալայի հեռավոր գագաթները։ «Ցույց տուր տեսնեմ, որտեղ է թաքնվում այդ հանդուգն պարծենկոտը։ Երդվում եմ բոլոր աստվածներով, ես նրան պատառ կանեմ»։ «Եկեք իմ հետևից, ողորմած տեր, և դուք կտեսնեք ձեր թշնամուն, նա այստեղ լճակի մոտ է ապրում»։ Այդ ասելով, փոքրիկ չաղկալը վազեց առաջ, նրա հետևից գնում էր առյուծը զայրույթից դողալով։ Չաղկալը վազեց, հասավ մի բարձր քարափի։ Քարափից ներքև տարածված էր խորունգ, թափանցիկ լճակը։ Լճակը տեսնելով, նա դարձավ դեպի առյուծն ու ֆսֆսաց. «Այ այնտեղ, ներքևում է նա, տերիմ, եթե ինձ չեք հավատում, ինքներդ նայեցեք»։ Նայելով ներքև, առյուծն իսկույն ջրում տեսավ իր պատկերը, բայց կարծեց, որ դա հենց իր թշնամին է, որի մասին խոսում էր չաղկալը։ Ջունգլիների տիրակալը կատաղաբար պոչը թափահարեց, նրա ախոյանն էլ նույնն արեց։ Ջունգլիների տերը սպառնագին բացեց սարսափելի ժանիքները։ Նրա ախոյանը նույնպես ցույց տվեց ժանիքները։
Առյուծը այդպիսի հանդգնություն տանել չկարողացավ, նա մռնչաց, պպզեց հետևի թաթերի վրա ու նետվեց դեպի թշնամին։ Կարիք կա ասելու, թե ինչ եղավ հետո։ Այստեղ ափը այնպես թեք էր ու հարթ, որ առյուծը որքան էլ զարկվեց այս ու այն կողմ, չհաջողվեց դուրս գալ ջրից։ Երբ Չաղկալը տեսավ, որ առյուծը սուզվեց ջրի տակ, ուրախությունից դունչը ցցեց վեր ու ինչ-որ երգ երգելով գնաց տուն։